Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ առողջ ենք, կենդան ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել իրանից իր դասերը, իր ճշմարտությունը եւ Սուրբ Հոգով ճանաչել իրեն եւ իր շնորհքով կիրառել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս Երամսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է հավատի դասերը Հեսուի գրքում եւ արդեն հասել ենք դաս 11, որը կոչվում է ապրելով խոստացված երկրում։ Հիշելու համարն է, մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։ Առակներ 15:1 Համայնքում ապրելը երբեմն կարող է հանգեցնել վեճերի ու լարվածության։ Սա հատկապես ճիշտ է այնպիսի համայնքում, ինչպիսին եկեղեցին է, որտեղ տարբեր ծագման ու սոցիալական շերտերի եւ երբեմն բոլորովին այլ մշակույթներում դաստիարակված մարդիկ ապրում եւ աշխատում են միասին հանուն ընդհանուր նպատակի։ Կարդանք Հեսու գրքի 22 գլխի 1-ից 8 համարները։ Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենյաններին, Գադյաններին եւ Անասեի կեսցեղին եւ նրանց ասեց. Դուք այն ամենը պահեցիք, ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, եւ իմ խոսքին լսեցիք ամեն բանի մեջ, որ ձեզ պատվիրեցի։ Այսչափ շատ օրեր մինչև այսօրը ձեր եղբայրներին չթողեցիք եւ ձեր Տեր Աստծո պատվիրանքի պահպանությունը պահեցիք։ Եվ հիմա ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրներին հանգստացրեց, ինչպես որ նրանց ասեց, ուրեմն հիմա ետ դառեք եւ գնացեք ձեր վրաները դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը Հորդանանի այն կողմը ձեզ տվավ։ Միայն թե շատ զգուշություն արեք, որ գործադրեք այն պատվիրանքը եւ այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ պատվիրեց, որ ձեր Տեր Աստծուն սիրեք եւ նրա ամեն ճանապարհներում գնաք եւ նրա պատվիրանքները պահեք եւ նրան հարեք եւ նրան պաշտեք ձեր բոլոր սրտովը եւ ձեր բոլոր հոգիովը։ Եվ Հեսուն օրհնեց նրանց եւ արձակեց, եւ նրանք գնացին իրանց վրանները։ Եվ Մանասեի կեսցեղին Մովսեսը տվել էր Բասանի մեջ, եւ կեսին էլ Հեսուն նորանց եղբայրների հետ Հորդանանի այս կողմը տվավ դեպի արևմուտք։ Եվ երբ որ Հեսուն նորանց իրանց վրաններն ուղարկեց, նրանց օրհնեց եւ նրանց հետ խոսեց ասելով. Շատ հարստությունով ետ դառեք ձեր վրաները եւ խիստ շատ անասուներով, արծաթով, ոսկեով, պղնձով, երկաթով եւ խիստ շատ հանդերձներով։ Եվ ձեր թշնամիների ավարը ձեր եղբայրների հետ բաժանեցեք։ Ուրեմն մենք գիտենք, որ երբ որ իրենք դեռ Հորդանանի այն կողմն էին եւ դեռ Մովսեսը կենթանի էր, այս 2.5 ցեղի ներկայացուցիչները խնդրեցին Մովսեսին, որ իրենց ժառանգությունը տա Հորդանանի այս կողմում։ Եվ Մովսես ասեց լավ, բայց պայման դրեց, որ դուք հիմա չեք մնալու, որտեղ հիմա գնալու են գրավեն այն մյուս հողերը, եւ դուք անպայման դուք էլ պիտի գաք մինչեւ վերջ կռվեք, եւ երբ որ բոլորը իրենց հողերը ունենան, ամեն մեկը իր տեղ ունենա, այդ ժամանակ կարող եք վերադառնալ ետ։ Եվ նրանք սուսուփուց հնազանդվեցին եւ կռվեցին իրենց եղբայրների կողքին, եւ երբ որ վերջացավ ամեն ինչ, նոր իրենք պետք է վերադառնային իրենց երկիրը, այսինքն իրենց հողերը, որտեղ իրենց կանայք եւ երեխաները մնացել էին։ Եվ Հեսուն հաստատում է, որ Հորդանանի այն կողմի ցեղերը լիովին կատարել են Մովսեսի եւ իր կողմից սահմանված պարտավորությունները, ինչը նշանակում է խոր նվիրում եւ զոհաբերություն հոգուտ ժողովրդի ընդհանուր գործին։ Նրանք կռվեցին իրենց եղբայրների կողքին շատ օրեր, ինչը իրականում նշանակում էր մոտ 6-ից 7 տարի։ Նրանց կանայք եւ երեխաները մնացել էին տանը Հորդանանի արևելյան կողմում, սակայն նրանք որոշեցին հավատորմորեն կռվել իրենց եղբայրների կողքին, բախվելով վիրավորելու եւ մահվան սպառնալիքին։ Ուրեմն Հեսուն նաեւ իրենց հրահանգում է, որ ինչ որ ունեք, ասում է դուք հիմա մեծ կարողությունով վերադառնում եք, բայց պետք է կիսվեք մյուսների հետ, որտեղ այդ մյուսներն էլ այնտեղ են տեր կանել իրենց երեխաներին ու կանանց։
Այս համարներն անուղղակիորեն ընդգծում են ազգի եւ երկրի միասնության կարեւորությունը։ Եվ քանի որ բնական աշխարհագրական մի բան էր բաժանում իրենց, այսինքն Հորդանան գետը, 2.5 ցեղը եւ մնացած 9.5 ցեղը, վտանգ էր առաջանում, որ արդյոք հանկարծ այդ 2.5 ցեղը չհեռանան Աստծուց եւ ճշմարիտ կրոնից, ճշմարիտ Աստծուց, եւ այդ ձևով այս մյուս 9.5 ցեղը անհանգստանում էին, որ եթե հանկարծ նրանք հեռանան, իրենք ամբողջ ժողովրդով, ամբողջ 12 ցեղով պիտի պատասխան տային Աստծուն։ Դրա համար էլ նրանք շատ զգուշ էին այդ հարցով եւ հիմա հետագայում կիմանանք, թե ինչ պատահեց։ Հեսուն բացատրում է միակ ճանապարհը, որով հնարավոր է պահպանել այդպիսի հավատարմություն։ Նրանք ծառայում են ոչ թե իրենց հայրենակից իսրայելացիներին, այլ հենց Յահվեին, այսինքն Աստծուն, ճշմարիտ Աստծուն, ով էլ նրանց հանձնել է իրենց առաքելությունը։ Այս նույն սկզբունքը գտնում ենք նոր կտակարանում։ Այսինքն ամբողջ ժողովուրդը գոյություն ուներ Աստծո փառքի համար, որպեսզի Աստծո մասին ճշմարտությունը տարածեր ողջ աշխարհում։ Եվ ինչ որ արվում էր Աստծո համար, Աստծո փառքի համար։ Եվ այս նույն սկզբունքը գտնում ենք նոր կտակարանում։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին հորդորեց իրենց ծառայությունը մատուցել այնպես, կարծես նրանք աշխատում են Աստծո համար եւ ոչ միայն մարդկանց։ Դա գրած է Եփեսացիներ 6:7, Կողոսացիներ 3:23-ում, որ ասում է այնպես աշխատեք, որ Աստծո համար եք աշխատում, այլ ոչ թե մարդկանց։ Եվ նաեւ առաջին Թեսաղոնիկեցիս 2:4-ը։ Ինչ ավելի բարձր կոչում կարող է լինել, քանի վերջո աշխատել տիեզերքի արարչի համար։ Դրանից բարձր կոչում չկա այս աշխարհում։ Եվ մեր առօրյա կյանքում մենք հաճախ բախվում ենք մարտահրավերների եւ դժվարությունների, որոնք հեշտությամբ կարող են հուսահատեցնել մեզ եւ ստիպել, որ հրաժարվենք պայքարից, երբեմն դա հեշտ է անել, սակայն մենք կարող ենք դիմել Տիրոջ զորությանը, ով խոստանում է լինել մեզ հետ եւ հնարավորություն է տալիս կատարելու իր կամքը։ Եթե մենք շարունակենք կենտրոնացած մնալ մեր բարձր կոչման վրա, մենք կարող ենք խրախուսվել առաջ ընթանալու, չնայած անխուսափելի մարտահրավերներին եւ հուսահատություններին, որոնք այս երկրի վրա մեր գոյության մի մասն են կազմում։ Ուրեմն այս մասի մեջ շատ կարևոր դաս էր մեր համար, որ այդ 2.5 ցեղը կարող են ասել, մենք մեր հողեր ունենք արդեն, ինչի մենք պիտի գանք այդ 9.5 ցեղի համար կռվենք։ Մանավանդ մենք ընդամենը 2.5 ցեղ ենք։ Այդքան շատ տարբերություն չի տա, դուք ավելի շատ եք 9.5 ցեղ եք, բայց նրանք առանց բողոքելու, առանց մտահոգվելու համաձայնեցին եւ իրենց պարտքը կատարեցին իրենց եղբայրների հանդեպ։ Սա ինչ է ցույց տալի, որ մենք ոչ միայն մեր համար ենք ապրում, մեր բարօրության համար, որտեվ ով որ այդպես է մտածում, վերջի վերջո, եթե նման հասարակություն շատ այդպես մտածող մարդիկ կան, նման հասարակությունը վերջի վերջո կխարխլվի։ Որտեվ հասարակության մեջ, երբ որ մարդիկ մտածում են էգոիստաբար, մենակ մեր համար լավ լինի, մնացածը հեչ, արդեն դա շատ մեծ վտանգ է առաջանում եւ վաղ թե ուշ այդ ազգը, այդ հասարակությունը կանում է շատ լուրջ խնդիրների առաջ։ Եվ ուրեմն սա առաջին դասն էր, որ մենք պարտավոր ենք մտածել ոչ միայն մեր բարօրության մասին, այլ նաև մեր շրջապատի, մեր եղբայրների ու քույրերի բարօրության մասին։ Հիմա շարունակենք կարդալ Հեսու 22 գլխից 9 համարից, եւ դարան գնացին Ռուբենի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասեի կեսցեղը, Քանանի երկրում եղող
Սելովումը Իսրայելի որդիներից, որ գնան իրանց ժառանգության երկիրը, այսինքն Գաղադի երկիրը, որ Մովսեսի միջոցով եղած Տիրոջ հրամանովն առել էին։ Եվ եկան Հորդանանի կողմերը, որ Քանանի երկրումն է, եւ Ռուբենի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասեի կեսցեղը, այնտեղ Հորդանանի մոտ մեկ սեղան շինեցին, մի մեծ սեղան երևույթով, այսինքն զոհա սեղան նկատի ունի, ասում է երևույթով զոհասեղան էր, բայց ինչի համար էր այն սարքվել, չի ասում պատճառը։ Եվ Իսրայելի որդիքը լսեցին, թե ահա Ռուբենի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասեի կեսերը սեղանը շինել են Քանանի երկրի դեմ Հորդանանի կողմին Իսրայելի որդկանց անցքի մոտ։ Եվ երբ որ Իսրայելի որդիքը լսեցին, Իսրայելի որդկանց բոլոր ժողովը Սելովի մեջ ժողովեցան, որ նրանց վերա գնան պատերազմի։ Սելով այնտեղն էր, որտեղ Աստծո պաշտամունքի վրանն էր դրած, այսինքն Աստծո պաշտամունքի տեղն էր։ Եվ ուրեմն իրենք լսում են, որ Հորդանանի այն կողմում սարքել են զոհասեղան, այս 2.5 սեղերը եւ որոշում են գնան պատերազմի, առանց փորձելու արձել, թե ինչու է սարքած այդ զոհասեղանը։ Եվ Իսրայելի որդիքը Ռուբենյանց, Գադյանց եւ Մանասեի կեսցեղի մոտ Գաղադի երկիրը ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային եւ նրա հետ 10 իշխան, այսինքն Իսրայելի ամեն ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնց ամեն մեկը Իսրայելի հազարավորների մի նահապետության իշխան էր, եւ նրանք գնացին Ռուբենի որդկանց, Գադի որդկանց եւ Մանասեի կեսցեղի մոտ Գաղադ եւ նրանց հետ խոսեցին ասելով. Ուրեմն մինչև պատերազմանելը որոշում են պարզել, թե ինչու են նրանք այդպես արել եւ սրանք մեղադրանքով, ում որ ընտրել են, մեղադրանքով ուղարկում են իրենց մոտ։ Եվ հետաքրքիր է, որ ի հակադրություն առաջին համարի, որտեղ արևելյան կողմի ցեղերը կոչվում են իրենց սորական անուններով, Ռուբենի, Գադի եւ այլն, այստեղ օգտագործվում է մեկ այլ արտահայտություն՝ Ռուբենի որդիներ, Գադի որդիներ, Մանասեի կեսցեղ, որն ի տարբերություն Իսրայելի որդիների ներկայացնում էր մի առանձին սուբյեկտ, այսինքն իրանք կարծես թե արդեն սկսեցին բաժանել իրանցից այս 2.5 ցեղերը։ Ուրեմն եւ միգուցե մենք ակնկալում ենք, որ պատմությունը հաջողավարտ կունենա, սակայն լարվածություն է առաջանում, երբ լուր է հասնում այն մասին, թե արևելյան ցեղերը Հորդանանի մոտ զոհասեղան են կանեցրել։ Տեքստը չի խոսում գործողության որևէ պատճառի մասին, ոչ էլ նկարագրում է զոհասեղանի գործառույթը կամ դրա հետ կապված հատուկ գործունեությունը։ Այս զոհասեղանի նշանակության հետ կապված անորոշությունն ավելի է մեծանում, երբ հետ են գնում 3-րդ եւ 4-րդ գլուխներում նկարագրվող Հորդանան առաջին անգամ հատելու պատմությանը, որտեղ ամբողջ Իսրայելը ոտք դրեց Հորդանան գետը հատելու եւ Քանան մտնելու համար։ Այստեղ Իսրայելի մի մասը գալիս է Հորդանանի շրջան, սակայն հիմա գետը հակառակ ուղղությամբ անցնելու համար։ Ուրեմն թվում է, թե ինչ մի երևելի բան է, զոհասեղան են սարքել, բայց այս 9.5 ցեղը վախենում էին, քանի որ այն ժամանակ Աստծուն պաշտելու տեղը, զոհեր մատուցելու տեղը միայն մեկ տեղ էր, այսինքն Սելովում, որտեղ Աստծո վրանն էր, եւ միայն այդտեղ էր թույլատրվում Աստծուն պաշտել եւ զոհեր մատուցել։ Սո նրանք մտածեցին, թե սրանք ուզում են առանձնանալ, այսինքն ուրիշ զոհասեղան սարքել եւ արդեն մտածեցին, որ նրանք կսկսեն ուրիշ աստվածների զոհեր մատուցել։ Այսինքն օրենքը խախտվում էր։ Զոհելու տեղը միայն այնտեղ էր Հորդանանի արևմտյան կողմում եւ դրա համար իրանք այդքան մեծ պատմություն սարքեցին սրանից։ Ուրեմն երկու դեպքում էլ քարե կառույց է կանեցվում։ Առաջինը ծառայում էր որպես հուշարձան, երբ որ իրանք ացան, հիշում եք, Աստված ասեց՝ մի հատ հուշարձան սարքեք։ Եվ իրենք սարքեցին այդ հուշարձանը։ Երկրորդը ընկալվում է որպես տպավորիչ զոհասեղան։ Սակայն երբ որ հետո հարց ու փորձ են, պարզվում է, որ դա էլ են որպես հուշարձան սարքել։ Բայց այս կողմինները մտածում են, որ իրանք պատրաստվում էին այդ զոհասեղանի վրա զոհեր մատուցել, որը
անօրինական էր, այսքան զոհերի մատուցելու տեղը միայն այնտեղ էր, Սելովում։ Հարցը, որն անխուսափելիորեն ծագում է մտքում, հետևյալն է. այս քարերն ինչի են ձեզ համար։ Այս զոհասեղանը կառուցված է զոհաբերությունների համար, թե միայն հուշակոթող է։ Արդյոք այս մյուս ցեղերն արդեն սկսում են հավատարմության մեջ ընկնել, այսքան իրենց մտահոգությունը դա էր, որ արդյոք հավատարմություն կլինի, թե ոչ։ Հեսուի Եղիազարի կամ ցեղերի առաջնորդի միջև խորհրդակցության բացակայությունը թյուրիմացության տեղիք է տալիս, որը կարող է հանգեցնել սարսափելի բախումների։ Եվ իրենք գալիս են եւ ուրեմն մեղադրանք են ներկայացնում այս 2.5 ցեղին եւ ասում են. Ասում եւ նրանք գնացին Ռուբենի որդկանց, Գադի որդկանց եւ Մանասե կեսեղի մոտ գաղադ եւ նրանց հետ խոսեցին ասելով. Տիրոջ բոլոր ժողովքը այսպես են ասում։ Ոչ թե Աստված այսպես է ասում, այլ Տիրոջ բոլոր ժողովքը, այսքան ժողովուրդը։ Եվ դա ինչ մեղք է, որ դուք Իսրայելի Աստծո դեմ գործեցիք, այսօր Տիրոջից խոտորվելով։ Եվ այսօր Տիրոջ դեմ ապստամբություն անելով ձեզ համար սեղան շինեցիք։ Տեսեք, իրանք դեռ չգիտեն, թե զոհասեղանը ինչի համար է սարքված, արդեն գնահատում են իրենց արածը որպես մեղք, ասում են մեղք գործեցիք, ասում են Տիրոջից շեղվեցիք, խոտորվեցիք Տիրոջից, առանց իմանալու պատճառը եւ իրենց մտքերը, եւ արդեն մեղադրում են իրենց ապստամբության մեջ։ Միթե Փողովրի անօրինությունը քիչ էր մեզ համար, որից մինչև այսօրը չմաքրվեցանք, եւ Տիրոջ ժողովքի վերա եկավ այն հարվածը, եւ դուք այսօր Տերիցը խոտորվեցաք, ուրեմն եթե դուք այսօր Տերիցն ապստամբվեք, նա էլ էգուց Իսրայելի բոլոր ժողովքի վրա կբարկանա։ Սակայն եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցկացեք Տիրոջ կալվածքի երկիրը, ուր կանած է Տիրոջ խորանը, եւ մեր միջում ժառանգություն առեք։ Եվ Տիրոջ դեմ մի ապստամբեք, եւ մեզ դեմ էլ մի ապստամբեք, մեր Տեր Աստծո սեղանից ջոկ ձեզ համար սեղան շինելով։ Չէ որ Զարայան Աքաբը նզովացից առնելով մեղ գործեց եւ բարկություն Իսրայելի բոլոր ժողովքի վրա եղավ, եւ այն մարդը մենակ չմեռավ իր անօրինության մեջ։ Ուրեմն հետաքրքիր է, շատ մարդիկ կհարցնեն, ասեն մի հատ Աքաբը մեղ գործեց, բայց այդքան մարդ, այսքան ամբողջ ազգը տուժեց։ Ինչու՞։ Կարծես թե դա անարդարացի է, բայց ազգը, հասարակությունը կազմված է անհատներից, ընտանիքներից, ցեղերից։ Եվ երբ որ ինչ որ մեկը մի բան անում է սխալ, դա տարածվում է, այսինքն դա վարակի պես տարածվում է եւ ամբողջ ազգն է ընկնում մեղքի մեջ։ Եվ այս ցույց է տալիս, որ ոչ միայն այդ մարդն է մեղքի մեջ մեղադրվում, այլ նաեւ իրենց մյուսների պարտականությունն է իմանալ այդ մասին եւ դրա դեմը առնել։ Եթե չեն ուզում, եթե ուղղակի մատների արանքով են նայում եւ չարությունը մեծանում ու շատանում է, իրենք էլ են մեղավոր դառնում դրանում։ Այսինքն եթե քո ձեռքի մեջ ուժ կա անարդարությունը կանացնելու եւ սխալ ուղղելու, բայց դու դա չես անում, նշանակում է, որ դու սկսում ես մասնակցել այդ անարդարությանը, այդ մեղքին։ Եվ նախքան այն խոսակցություններին լիովին վստահելը, որոնք կարող են ընկալվել որպես անկախության հռչակում, 9.5 ցեղերը, որոնք երկու անգամ անվանում են որպես Իսրայելի որդիներ, պատվիրակություն են ուղարկում, որպեսզի պարզեն զոհասեղանի նպատակն ու նշանակությունը։ Եվ այդ պատվիրակության կազմում է Եղիազար քահանապետի որդի Փենեհեսը, որ հետագայում փոխարինեց Եղիազարին վերջինիս մահից հետո։ Փենեհեսն արդեն որոշակի ճանաչում էր ձեռք բերել որպես քահանա, վերջ դնելով Իսրայելի հանրակրթությանը Բաղ Փեորում։ Այսինքն Բաղ Փեորում ղեկավարներից մեկը, որ շատ հարուստ էր,
բացեբաց ապստամբություն էր բարձրացրել Աստծո դեմ, Աստված ասել էր, որ քանանացի կանանց հետ մի ամուսնացեք, որտեղ իրենց սխալ կրոնը կգա կմտնի եւ դուք կապստամբեք ձեր ճշմարիտ Աստծո դեմ եւ մեղքի մեջ կընկնեք, բայց այդ մարդը, որը շատ հայտնի էր, հարուստ էր եւ ղեկավար էր, արհամարեց եւ բոլորի աչքի առաջ վերցնելով մի քանանացի հեթանոսկին մտան վրանը եւ սկսեցին անառակությամբ զբաղվել այդ վրանում։ Ժողովուրդը եւ Աստված բարկացավ, որ ժողովուրդը ոչինչ չի անում։ Մյուսները ոչինչ չեն անում։ Եվ Աստծո պատիժը սկսեց ընկնել ժողովրդի վրա եւ Եղիազարի որդի Փենեհեսը ուղղեց այդ սխալը թվեր 25:8-ի մեջ ասում է. Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին Փենեհեսը տեսնելով այդ ժողովրդի միջից վեր կացավ եւ իր ձեռք առնելով մի գեղարդ իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը եւ խոցեց երկուսին էլ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից եւ Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։ Երբ որ մեղքի դեմը առան, պատուհասը դադարեց։ Այսինքն Փենեհեսը համարձակություն ունեցավ եւ վճռական մարդ էր եւ պատկերացրեք, եթե նա վճռական չլիներ, ինչ կլիներ։ Այդ պատուհասը կշարունակվեր եւ շատ զոհեր կլինեին։ Այսինքն ինչու է այս ամենը կատարում։ Եթե Աստված չկանացներ այդ ամեն ինչը Փենեհեսի միջոցով, ապա ճշմարտությունը կկորեր Աստծո մասին ճշմարտությունը։ Բոլորը նույնը կանեին եւ ինչպես գիտենք դա արվեց եւ շատերը հետևեցին այդ օրինակին եւ սկսեցին պաշտել հեթանոս չաստվածներին եւ իսկ ինչ է դա նշանակում, որ իրենք էլ նույն անարակության եւ նույն անօրինության մեջ էին ընկնելու ինչ-որ քանանացիները։ Այսինքն Աստված ասում ներկայացնող ոչ մեկը չէր լինի այս երկրի վրա, որպեսզի նրանց միջոցով ճանաչվեր ճշմարիտ Աստված։ Եվ դրա համար Աստված այդպես կտրուկ կանացրեց այդ անառակությունը։ Փենեհեսն անշուշտ որոշակի ազդեցություն է ունեցել, պատվիրակության մյուս անդամները Հորդանանի արևմուտքում գտնվող 9.5 ցեղերի ներկայացուցիչներ էին, որոնցից յուրաքանչյուր ընտանիքի գլուխ էր բառացի տոհմապետ։ Պատվիրակությունը ներկայացնում է սրբապղծության եւ ապստամբության մեղադրանքը, ներկայացնելով այսպես է ասում պաշտոնական մարգարեական բանաձևը։ Այստեղ տարբերությունն այն է, որ Տերը չէ, որ խոսում է, այլ Տիրոջ ամբողջ ժողովուրդը, այսինքն Տերը չէր նրանց ուղարկել։ Տերը չէր ասում, որ իրանք մեղք են գործել։ Իրանք սկի Աստծուց չհարցրին, թե ինչ են արել։ Իրանք իրանք գլխով որոշեցին, որ սրանք մեղք են գործել եւ գնացին ու սկսեցին մեղադրել։ Նրանց ներկայացրած մեղադրանքի համաձայն Իսրայելը հանցանք, դավաճանություն եւ ապստամբություն է թույլ տվել։ Հանցանք եզրույթը նույն եբրայերեն բառն է, որն օգտագործվում է աքարի մեղքը նկարագրելու համար եւ մի քանի անգամ հանդիպում է Մովսեսի առաջին 5 գրքերում։ Աքարի եւ Բաղ-Փեորի օրինակները ծառայում են որպես նախադեպ, մեկը դավաճանության, մյուս ապստամբության։ Նրանք նաեւ արտահայտում են 9.5 ցեղերի վախը, որ չարտոնված զոհասեղանի կառուցման գործողությունը կհանգեցնի հավատուրացության, կռապաշտության եւ անառակության, ինչը կբերի Տիրոջ բարկություն Իսրայելի ողջ ազգի վրա։ Շարունակենք կարդալ Հեսու 22 գլուխը, տեսնենք ինչ ի պատասխան այս մեղադրանքի ինչ են պատասխանում 2.5 ցեղերը։ Ուրեմն 21 գլխից եւ Ռուբենի, այսինքն 22 գլխի 21 համարից։ Եվ Ռուբենի որդիքը, Գադի որդիքը ու Մանասեի կեսերը պատասխանեցին եւ ասացին Իսրայելի հազարապետներին. Աստվածների Աստվածը Եհովան, Աստվածների Աստվածը Եհովան գիտե, եւ Իսրայելը թող գիտենա, թե այս բան ապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցան գործելով չարեցինք։ Մեզ համար սեղան շինեցինք Տերիցը ետ դառնալու համար կամ այսինքն մեզ համար սեղան չշինեցինք Տերիցը ետ դառնալու համար կամ նրա վրա ողջակեզ եւ հացի նվեր մատուցանելու համար եւ կամ նրա վրա խաղաղության զոհեր անելու համար
Տերը ինքը քննություն թող անի, եթե որ մենք այս մեր վախիցը չշինեցինք ասելով, որ եկուց մեր որդիքը, ձեր որդիքը, մեր որդկանցը կասեն, թե դուք Իսրայելի Եհովա Աստծո հետ ինչ ունիք, ով Ռուբենյակ եւ Գադյանք, Եհովան մեր ու ձեր Հորդանանը սահման դրավ, դուք մեր ու ձեր միջև, դուք Տերիցը բաժին չունեք, եւ ձեր որդիքը մեր որդիներիցը Տիրոջ երկյուղը կդադարեցնեն։ Այս պատճառով ասեցինք, մեզ համար մեկ սեղան շինենք, ոչ թե ողջակեզի համար, ոչ էլ զոհի համար, այլ որ վկա լինի, այսինքն որպես հուշարձան, որ վկա լինի մեր ու ձեր մեջ եւ մեզանից հետո մեր սերունդների մեջ, որ մեր ողջակեզներով, մեր պատարակներով եւ մեր խաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նոր առաջին անենք եւ եկուս ձեր որդիքը չասեն ձեր որդկանցը, թե դուք բաժին չունեք Տերիցը։ Եվ ասեցինք, եթե մեզ կամ մեր սերունդին եկուց ասելու լինեն, մենք էլ կասենք, թե տեսեք Եհովայի սեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի համար կամ զոհի համար, այլ մեր եւ ձեր մեջ վկայություն լինելու համար։ Քավ լիցի մեզ, որ մենք Տերիցը ապստամբենք եւ այսօր Տերիցը յետանալով սեղան շինենք ողջակեզի համար, հացի նվերի համար եւ զոհի համար, բացի մեր Տեր Աստծո սեղանից, որ Խորանի առաջին է։ Այսինքն իրականում իրենց այդ զոհասեղանը սարքելու մտադրությունը այլ էր։ Իրանք վախենում էին, որ վաղը մի քանի որ Հորդանան գետ իրենց բաժանում էր, որ իրենք գնան պաշտելու Աստծուն այնտեղ Սելովում։ Եվ նրանք ասեն դուք ով եք։ Դուք մենք չենք հավանում ձեզ այսպես, որտեղ են կողմ եք ապրում։ Եվ չեն թողնի մասնակցել Տիրոջ պաշտամունքների։ Եվ դրա համար նրանք նմանակը կոպիան սարքեցին այնտեղ, որ դա որպես հուշարձան, որպես վկա լինի, որ իրենք էլ նույն Աստծուն են պաշտում, ինչ որ նրանք չէին սարքել այդ զոհասեղանը, որպեսզի զոհ մատուցեին, այլ ուղղակի որպես հուշարձան եւ իհարկե լավ մտադրության, որպեսզի ապագայում խնդրեմ չլիներ իրենց պաշտամունքի մեջ, որպեսզի իրենց զավակները չհեռանային ճշմարիտ Աստծուց։ Ուրեմն մեղադրյալների պատասխանը նույնքան պարզ եւ հզոր, որքան մեղադրանքը թեմատիկ եւ կարծես մինչ այժմ ցեղերը չեն պատասխանել մեղադրանքներին, փոխարենը հանգիստ լսել են իրենց հասցեին հնչող մեղադրանքները։ Հաշվի առնելով մեղադրանքի լրջությունը, նրանց համբերատարությունն օրինակելի է, քանի որ նրանք ցույց են տալիս առակի իրական իմաստը։ Առակներ 15:1 մեղմ պատասխանը ցասումը հանգստացնում է, իսկ նախատական խոսքը գրգռում է բարկությունը։ Ուրեմն սրանք բարկությամբ գրգռված եկել են եւ մեղադրում են իրենց, բայց փոխարենը իրանք իմանալով իրանք անմեղ են, փոխարենը վրդովվելով եւ ասելով դուք ով եք, Աստված գիտի, որ մենք արդար ենք, որ մենք ոչ մի սխալ չենք արել, դուք ով եք եկել մեղադրում եք մեզ, այտենց գոռում եք մեր վրա, չէ։ Իրանք շատ խոնարհ ձևով պատասխանում են, եւ սա շատ մեծ դաս է մեր համար, որ այո, մենք կարող ենք մի բան անել, որ սխալ մեկնաբանեն մարդիկ եւ հետո գան եւ մեղադրեն մեզ, բայց մենք կռիվը ավելի հրավառելու փոխարեն կարող ենք շատ հանգիստ ձևով դա ավարտի հասնել, ինչպես սրանք։ Այսինքն թողնելով որ արտահայտվեն իրենց շղայնությունը, այսպես ասած թափեն, իրենց մեղադրանքները ներկայացնեն, բայց հետո խոնարհ ձևով արդարացնելով իրենց այսքան բացատրելով, թե ինչի համար է սա։ Սա մեծ դաս է նաև մեր համար։ Եթե մարդիկ այս ճշմարտությունը շատերը հասկանային, երբեք կռիվներ չէր լինի, իրար ատելություն չէր լինի։ Այսինքն ամեն ինչ կպարզաբանվեր եւ կանցներ կգնար։ Պաշտպանության առաջին նախադասություն Իսրայելի Աստծուն վերագրվող աստվածային անունների շարան է Էլ Էլոհիմ Յահվե։ Այն կրկնվում է 2 անգամ աճող ուժով, դառնալով հանդիսավոր երթում, որպեսզի փարատի կասկածներն ու կեղծ մեղադրանքը, որ գրեթե Իսրայելում հանգեցնելու է քաղաքացիական պատերազմը։ Այսինքն իրենք Աստծո անունով երթվում են, ասում են աստվածների Աստվածը գիտի, թե ինչի համար ենք մենք դա արել։
Նրանք խորապես համոզված են, որ Աստված լիովին գիտի եւ հասկանում մեր իրավիճակը եւ հույս ունեն, որ ներկա պատվիրակությունը կգա նույն եզրակացության։ 2.5 ցեղեր նույնպես իրենց պատասխանատվությունը գիտակցում են Տիրոջ առաջ, կոչանելով նրան վրեժխնդիր լինել։ Եթե իրենք իսկապես մեղավոր են։ Իրանք ասում են, թե մենք մեղավոր ենք, այո, թող Աստված վրեժխնդիր լինի մեզ այնց կամ դուք։ Բայց մի հատ լսեք, մենք ինչի համար ենք դա արել։ Այսքան շատ խոնարհ ձևով պատասխանում է։ Սա շատ կարևոր, որտեղ գիտեք, երբ որ մեկը ջղայնացած գալիս է եւ ձեզ մեղադրում է, ձեր առաջին ռեակցիան դա է լինում, որ դուք եք ջղայնանում։ Մանավանդ որ սուտ տեղն են մեղադրում։ Բայց նորից մենք պետք է սովորենք այսինքն մենք պետք է սովորենք, որ մենք մեր արածները բացատրենք մարդկանց, որովհետև եթե մարդիկ սխալ են հասկանում, մինչև չբացատրենք, իրենք ճիշտ չեն հասկանա։ Այսինքն չի պիտի կանենք, ասենք, իրանքով են, որ ես էլ կանեմ բացատրեմ։ Չէ, եթե մեջտեղը կռիվ է դուրս գալու եւ անդուր խոսակցություններ, ավելի լավ է բացատրվել եւ վերջ տալ դրան։ Հետևում է մի զարմանալի բացահայտում, որը մի կողմից ապացուցում է մեղադրական եզրակացության այսինքն որ այդ մեղադրանքը սխալ էր, եւ մյուս կողմից բացահայտում է նրանց իրական շարժառիթը։ Իսրայելից բաժանվելու վախը, այլ ոչ թե հավատարմությունն է նրանց գործողությունների իրական հիմքը։ Այդպիսով զոհասեղանի կառուցումը հավատարմության վկայություն չէ, ինչպես ենթադրվում էր։ Իրականում ճիշտ հակառակն է։ Նրանք գործել են Տիրոջ վախից ելնելով, ինչպես Արևմտյան Հորդանանի ցեղերն արեցին։ Իսրայելի միասնության իրական հիմքը ոչ թե աշխարհագրությունն է կամ ժառանգության ֆիզիկական չափը, այլ նրանց հոգևոր հավատարմությունը Տիրոջ պահանջներին։ Այսինքն իրենք պետք է Աստծո շուրջը միաբանային, այլ ոչ թե ինչ-որ մարդու։ Աստծո տված օրենքի, Աստծո ճշմարիտ Աստծո շուրջը։ Գետի արևմտյան կողմի ցեղերի իսկական մտահոգությունը բացահայտվում է նաև նրանց իսկական ուրախության մեջ, երբ պարզվում է արևելյան ցեղերի անմեղությունը։ Այսինքն իրանք ոչ թե ինադու ուզում էին մի մահանա գտնեին ու մի առիթ գտնեին ու մեղադրեին։ Չէ, երբ որ իրանք իմանում են ճիշտ ու ուրախանում են։ Իրենց եղբայրների փաստարկներից պարտված գալու փոխարեն նրանք իսկական երջանկություն են ցույց տալիս, որ կասկածները սխալ են դուրս եկել։ Իսրայելը խուսափեց քաղաքացիական պատերազմից, իսկ ազգի միասնությունը պահպանվեց։ Այսինքն, եթե վերցնենք, որ ինչ որ մեկը ինչ որ բան է անում եւ մյուսը գալիս է այն մյուսի մոտ, ասենք թե 3 ընկերուհի են, եւ մեկը ինչ որ բան է անում, այն մյուս երկուսը գալիս են, այն մեկը մյուսը գալիս է, մյուսին ասում է, որ գիտես, ես ինչ է արել մեր ընկերուհին։ Եվ դա շատ վատ է։ Արի գնանք եւ իր այդ կռվենք։ Բայց իրանք գնում են սկզբում ջղայնացած ասում են իրենց մեղադրանքները, բայց այս ընկերուհին իմաստուն գտնվելով հանգիստ լսում է եւ հանգիստ պատասխանում է, թե ինչ է դա արել։ Եվ եթե այս ընկերուհին, որ եկել եւ հրահարել էր, այսինքն ասել էր, որ սա վատ բան է արել, եթե նրա մտադրությունը մաքուր չէ, նա կշարունակի ասել, չէ, ինքը սուտ է ասում, ինքը այդ մտադրությամբ չի արել։ Այսինքն գիտեք, եթե կռվասեր մարդ ուզում է կռիվ սարքել, նույնիսկ երբ որ իրեն բացատրվում է, նա չի ուզում այդ բացատրությանը հավատալ եւ ուզում է անպայման կռիվ սարքել, բայց այստեղ հակառակն էր։ Նրանք իրոք ուզում էին պարզել ճշմարտությունը, պարզեցին եւ ուրախացան, որ իրականում իրենք սխալ են իրենց կասկածների մեջ։ Եվ նորից մենք այս պատմությունից սովորելու բան ունենք, որ երբ որ պարզում ենք, որ մենք սխալ ենք մտածել, մենք ուրախանանք, որ այդ մյուս մարդը վատ բան չի արել, այլ լավ բան է արել։ Օրինակ մի վիդեո տեսա, որ տակը անուն էր գրած, որ հարևանը մտել է մյուս հարևանի ետնաբակը եւ ինչ որ բան է արել։ Եվ միանգամից նեգատիվ բացասական մտքեր է գալի, որ ինչ որ մի բացասական բան է արել, բայց երբ որ նայում ես վիդեոն, այդ հարևանը մտնում է, այսինքն քամին շուռ էր տվել սեղանը, թե աթոռը, թե ինչը, եւ նա
դնում է դրանք իրանց տեղը եւ մի քիչ էլ այնտեղ մաքրում է, ավլում է այդ տերևներից եւ թողում գնում է։ Այսինքն իրական ինքը բարին արեց իր հարևանին։ Ճիշտ է, առանց թույլտվության մտավ հարևանի տարածքը, բայց բարու համար մտավ։ Եվ լավ է, որ կամերա կար այդտեղ եւ հարևանն էլ բնական է, գիտեի ով է եւ շատ հարևաններ իրար վստահում են եւ հանգիստ կարան ելումուտ անեն իրար տներ։ Եվ այսինքն լավ է, որ հիմա կամերաներ կան եւ ցույց են եւ օբյեկտիվ ձեւ ցույց են տալի թե իրականում ինչ է եղել եւ երթևեկական պատահարների ժամանակ դա շատ պետք է գալիս, որտեղ ցույց է տալի թե ինչ է եղել եւ պարզվում է թե ով է սուտ ասում, ով է ճիշտ ասում։ Այսինքն բայց այնուամենայնիվ, երբ որ մի բան է լինում, որ դու ուզում ես մտադրությունը հասկանալ դրա հետևում, գիտեք, բաներ կա, որ իմ մոտ էլ է պատահել, այսինքն լսել եմ մեկ ինչ-որ բան է արել, մի անգամից մի բացասական միտք է եկել, բայց հետո աղոթել եմ եւ Աստված ցույց է տվել մի քանի բազմաթիվ պատճառներ, որոնք իրականում բացասական չեն, այլ դրական են, որ այդ պատճառներով միգուցե այդ մարդը այդ պատճառներով է արել տվյալ բանը, այլ ոչ թե այդ բացասականը, որ միանգամից մարդու ուղեղն է գալիս։ Եվ եթե ամեն մեկը սառը գլխով դատի եւ բոլոր տարբերակները չափի, այսինքն ինչի մարդը կարող է անել այս ինչ բանը, եւ սկսի մտածել, պատճառը կարող է լինել սա, այլ ոչ թե միանգամից վատ բան մտածել։ Մարդիկ մոռանում են, որ իրանք Աստված չեն, որ իրանք չեն կարող մտադրությունը իմանալ։ Պետք է դրա համար, որտեղ մարդիկ սահմանափակ են, նրանք չեն կարող մյուս մարդկանց միտքը կարդալ, բայց եւ նաեւ դրսեւորանց չեն կարող դատել։ Եվ դրա համար այս երկխոսությունը միշտ անհրաժեշտ է մարդկանց միջեւ, որպեսզի թյուրիմացություններ դուրս չգան։ Իսկ երբ որ ընդհանրապես չեն ուզում պարզել, այլ գնում են ու սկսում են բամբասել, այսինքն օրինակ վերցնենք էլի այդ երեք ընկերուհիները, որ մի ընկերուն ինչ-որ բան է արել, եւ սրանք եթե չգան պարզեն, այլ սկսեն առանց իմանալու իրանց ենթադրություններով տարածել մյուս տեղերը, թե էս ինչի համար ասենց արել։ Եվ ինչ է լինում, չարություն է լինում, այսինքն անտեղի տեղը երրորդի ռեպուտացիան սևանում է, անտեղի տեղը, եւ սրանք մեղք են գործում, որ նման բան են անում առանց պարզելու։ Այսինքն սա շատ նուրբ հարց է, եւ շատ կարեւոր է, որ ամեն մի անհատ հասկանա, որ ինքը Աստված չի, ինքը չի կարող կարդալ մարդու միտքը, ինքը սահմանափակ է իր գիտության մեջ, միայն Աստված գիտի եւ միայն այդ մարդը կարող է բացատրել, թե ինչի է ինքը այսինչ բանը արել, եւ պետք է գնալ, հարցնել, խնդրել, որպեսզի բացատրի, եւ երբ որ բացատրությունը ստանալ, ուրախանալ, այլ ոչ թե տխրել, որ քո կասկածները ճիշտ դուրս չեկան։ Երբ որ մարդիկ տխրում են, որ իրանց կասկածները ճիշտ դուրս, այդ նշանակում է, որ իրանց եսով մեծամտությամբ են շարժվում, այսինքն իրանց դրդապատճառը սևացնելն էր միայն դիմացինին, այլ ոչ թե պարզելը, թե դիմացինին ինչի համար էր դա արել։ Եվ կարդանք 22 գլխի 30-34 համարները, եւ Փենահես Քանանան եւ նրա հետ եղող ժողովքի իշխանները եւ Իսրայելի հազարապետները լսեցին այն խոսքերը, որ Ռուբենի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասեի որդիքը խոսեցին եւ նրանց հաճո երևցավ։ Եվ Եղիազարի որդի Փենահես քահանան եւ Մանասեի որդկանց քահանան Ռուբենի, Գադի եւ Մանասեի որդկանց ասեց. Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջն է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս հանցանքը եւ ազատեցիք Իսրայելի որդկանցի Տիրոջ ձեռքիցը։ Եվ Եղիազարի որդի Փենահես քահանան եւ իշխանները ետ դառան Ռուբենի, Գադի որդկանց մոտից Գաղադի երկրիցը Քանանի երկիր Իսրայելի որդկանց մոտ եւ լուր բերեցին նրանց, եւ այս բանը Իսրայելի որդկանցը հաճո երևցավ, եւ Իսրայելի որդիք նորնեցին Աստծուն եւ չասեցին, որ նրանց վրա գնան պատերազմելու, որ կործանեն Ռուբենի, Գադի
եւ Մանասե կեսերի որդկանց եւ Ռուբենի որդիքը եւ Գադի որդիքը այն սեղային անունը վկայություն դրին, որտեղ նա մեր միջումը վկա է, որ Եհովան է Աստված։ Իրականում դա հուշարձան էր ճշմարիտ Աստծուն, այլ ոչ թե Աստծուց հեռանալու ինչ որ մի մտադրություն։ Եվ ուրեմն Հեսու 22 գլխի այս պատմություն ունի հաղորդակցության մի քանի սկզբունքներ, որոնք կարող են կիրառվել ընտանիքում, եկեղեցում եւ համայնքում առօրյա մարդկային հարաբերություններում։ Այսինքն մի քանի դաս մենք ստացանք այս 22 գլխից։ Առաջին, երբ ամեն ինչ սխալ է ընթանում կամ թվում է, թե սխալ է ընթանում, լավագույն մոտեցումը բաց շփումն է, այլ ոչ թե մեր դիտարկումները զսպելն ու ճնշելը, մինչև դրանք կուտակվեն եւ ի վերջո պայթեն։ Լավ կլինի, որ Աստծո ժողովուրդը անտարբեր չգտնվի, երբ խնդիրներ են ծագում։ Անշուշտ, եթե այն կողմի հորդային ցեղերը տեղեկացնեին զոհասեղան կառուցելու իրենց մտադրության մասին, կարելի էր բոլորին խուսափել խնդրից։ Այսինքն իրենք կարող էին ասել, գիտեք, ինչպես դուք այստեղ հուշարձան սարքեցիք, մենք էլ ենք ուզում այն կողմում հուշարձան սարքել, այսինչ նպատակով։ Եվ ձեզ տեղեկացնում ենք, որ դուք սխալ չհասկանաք, թե մենք ուզում ենք առանձնանալ ձեզանից եւ առանձին ուրիշ զոհասեղանների զոհեր մատուցել։ Եվ դա այս տհաճ զգացումները, այս տհաճ իրադարձությունները չէր լինի, եթե նրանք դա անեին, եւ սա դաս է մեզ համար։ Երբ որ մենք մի բան ենք անում եւ մտածում ենք, որ ուրիշները սխալ կհասկանան, կարելի է նրանց, եթե իհարկե նրանց վերաբերվում է դա, սա վերաբերվում է մյուս ցեղերին էլ դրա համար։ Եվ կարելի է նրանց ասել, գիտեք, ես ինչ մտադրություն ունեմ, այս սրա համար եմ ուզում անել, խնդրում սխալ չհասկանաք ինձի հետո։ Եվ դա շատ լավ կլինի, երբ որ շատերը հետևեն այդ սկզբունքին։ Երկրորդ, եթե նույնիսկ համոզված եք ձեր դատողությունների մեջ միշտ ապեք հապշտապ եզրակացություններ անել, Արևմտյան հորդանի ցեղերը շտապեցին հավատալ իրենց ականջին հասած լուրերին եւ կեղծ եզրակացության հանգել, թե իբր Արևելյան հորդանի ցեղերն արդեն հավատուրած են եղել։ Իհարկե հիմք ունեին, որտեղ զոհասեղան էր սարքված։ Զոհասեղանը ինչի համար են սարքում։ Զոհ բերելու համար։ Եվ ով կմտածեր, որ իրանք զոհասեղան են սարքել միայն որպես հուշարձան, այլ ոչ թե զոհ բերելու համար։ Եվ բնական էր այս մյուսների մտահոգությունը։ Դրա համար իրանք ուզեցան պարզել։ Խոսեք իրական կամ ընկալվող խնդիրների մասին նախքան քայլեր ձեռնարկեք, հիմնվելով ձեր դատողությունների վրա։ Այսինքն գնացեք խոսեք տվյալ մարդու հետ, պարզեք, թե ինչն էր պատճառը, որ նա այսինչը արել է։ Հետո նոր ենթադրություններ արեք։ Մի հենվեք ձեր դատողությունների, ձեր ենթադրությունների վրա, որտեղ դրանք շատ սխալ են լինում։ Մեծամասամբ սխալ են լինում։ Պատրաստ եղեք զոհաբերության միասնության հասնելու համար։ Արևմտյան հորդանի ցեղերը պատրաստ են զիջել իրենց հատկացված հողերի մի մասը մյուս ցեղերին տեղավորելու համար, եթե հորդանի մյուս կողմում գտնվելը նրանց ենթադրյալ ուրացության պատճառն է։ Այսինքն նրանք պատրաստ են կիսվել իրենց հատկացված հողերով, մենակ թե այն մյուս 2.5 ցեղը չընկնեին մեղքի մեջ։ Ասում են, եթե այդքան մտահոգված եք, որ կարող է հեռանաք Աստծուց, ավելի լավ է եկեք մենք կբաժանվենք, ամեն մեկս մեր հողերից կվերցնենք, դուք էլ ձեր տեղը կունենաք Հորդանանի այս կողմում, քան թե որ դուք հեռանաք Աստծուց։ Այսինքն լավ մտադրություն ունեցող մարդիկ նաև պատրաստ են զոհաբերության, կիսվելու, եւ դա շատ գովասանքի արժանի է եւ իհարկե ընդօրինակելու, որ մենք պատրաստ ենք ամեն ինչի, մենակ մեր քույրեր եղբայրները չընկնեն մեղքի մեջ, իրենց փրկելու համար մեղքից։ 5. Երբ ձեզ մեղադրում են լինի կեղծ թե իրավացիորեն, մեղմ պատասխան տվեք, որը ցասում է հանգստացնում է։ Առաջինը հանգիստ լսեք։ Մեղադրանքին փոխադարձ մեղադրանքով պատասխանելը երբեք խաղաղության չի հանգեցնի։ Փորձեք հասկանալ նախքան հասկացված լինելու փորձ անելը։ Այսինքն, եթե սառը դատել,
Այո, իրենք ասեն, իհարկե իրավունք ունեն, մենք զոհասեղան ենք սարքել, պարզավոր պիտի գան այդ հարցը տան, ինչի համար եք այդ զոհասեղանը սարքել։ 6-րդ. Ուրախացեք եւ օրհնեք Աստծուն, երբ խաղաղությունը վերահաստատվի։ Հրաշալի է տեսնել, որ իսրայելացիների հիմնական ժողովուրդն իսկական ուրախություն ապրեց, երբ իմացավ 2.5 ցեղերի իրական շարժարիտների մասին։ Նրանք բավականին խոնարհ էին, որպեսզի ընդունեն, որ իրենց որոշումը սխալ էր, կամ իրենց ենթադրությունները սխալ էին, թեև սկզբում վստահությամբ էին կայացրել այն։ Այսինքն, շատ կարևոր, որ երբ որ պարզվում է մեր ենթադրությունները սխալ, մենք ուրախանանք, որ այդ մարդը բոլորովին վատ շարժարիտներ չի ունեցել, այլ լավ շարժարիտներով արել։ Եթե արևելյան Հորդանի ցեղերը հավատուրած լինեին, Իսրայելի ժողովուրդը կկիրառեր ուխտի պահանջները, միասնությունը երբեք չի կարող փաստարկ լինել ճշմարտությունը նոսրացնելու կամ աստվածաշնչյան սկզբունքներից հրաժարվելու համար։ Սակայն եկեղեցական կարգապահությունը միշտ պետք է լինի վերջին եւ ոչ առաջին միջոցը, եթե Աստծո խոսքի վրա հիմնված հաշտեցումը եւ հովվական օգնության փորձերը հաջողության չեն հասել։ Պատկերացրեք, թե որքան կարող են փոխվել մեր եկեղեցիները, եթե այսօր պարզ սկզբունքները հետևականորեն կիրառվեին։ Այսինքն եկեղեցու միաբանությունը չպետք է լինի որևիցե մարդու շուրջ, այլ Աստծո խոսքի շուրջ, Աստծո շուրջ պիտի լինի միաբանությունը։ Եվ եթե սա ասել ենք էլի ասենք, եթե հովիվը քարոզիչը սխալ բաներ է ասում, որը հակասում է Աստվածաշնչին եւ մոլորության մեջ է գցում եկեղեցու մարդկանց, պետք է մոտիկանալ եւ ասել, որ եղբայր, Աստվածաշնչում այսպես է գրած, իսկ դու սխալ բաներ ես խոսում այդտեղից։ Եվ փորձել խաղաղությամբ այդ հարցը լուծել։ Այսինքն, նորից միասնությունը չպիտի լինի մեղքի շուրջ, մեղավոր մարդու շուրջ, այլ սրբության շուրջ, Աստծո խոսքի շուրջ, Սուրբ Աստծո շուրջ պիտի լինի միաբանությունը։ Ոչ թե մյուսը մեղք է գործում, ես էլ միաբանում եմ իր հետ, ծածկում եմ այդ մեղքը, դա միաբանություն չի, դա մեղք է։ Եվ եթե այսօրվա եկեղեցուներում հավատարմորեն բացահայտեին մեղքը եւ մարդկանց հետ պահեին մեղքից, բացահայտել նկատի չունեմ, որ հայտարարեին ամբողջ եկեղեցով մեկ, չէ, այլ միջոցներ ձեռնարկեին, որպեսզի կանացնեին մարդկանց մեղքը եկեղեցում, որպեսզի չտարածվի մեղքը եւ բոլորն էլ մեղավոր չդառնան։ Այսինքն, եթե մենք մեր ձեռի մեջ մի բան ունենք, մի բան կարող ենք անել, որ օգնենք հարցի լուծմանը, մեղքի կանեցմանը, եւ չենք անում, մենք հավասարապես մեղավոր ենք լինում։ Մենք կարող են հանգիստ թե ոնց են եկեղեցու անդամները բացեբաց մեղքի մեջ եւ ոչինչ չանեն։ Այդ եկեղեցու եւ հովիվը եւ անդամները, որոնք գիտեն այդ մասին եւ ոչինչ չեն անում, այդ մարդուն չեն փորձում փրկել այդ վիճակից, իրենք նույնպես մեղավոր են նույն մեղքի մեջ։ Աստված այդպես է նայում, որտեղ ոչինչ չեն անում այն շտկելու համար։ Եվ վերջում կարդանք Էլեն Ուայթի Նահապետների մարգարեների գրքից էջ 519-520։ Որքան կարևոր է մի կողմից մեղքի հանդեպ թույլ վերաբերմունքից խուսափելը, նույնքան էլ կարևոր է մյուս կողմից արագ դատաստանից եւ անհիմն կասկածներից զգուշանալ կամ անհիմն ենթադրություններից։ Ռոբենյանների եւ նրանց ընկերների կողմից դրսևորված իմաստություն արժանի է ընդօրինակման։ Խոնարհությամբ ձգտելով առաջ տանել ճշմարիտ կրոնի գործը, նրանք մեղադրվեցին եւ խիստ պարսավանքի արժանացան, սակայն զայրույթ չդրսևորվեցին, նախքան կփորձեին պաշտպանվել, նրանք քաղաքավարությամբ ու համբերությամբ լսեցին իրենց եղբայրների մեղադրանքները եւ ապա լիովին բացատրեցին իրենց դրդումներին ու ցույց տվեցին իրենց անմեղությունը։ Այսպիսով այն բարդությունը, որ սպառնում էր այնքան լուրջ հետևանքով, բարեկամորեն հարթվեց, այսինքն խաղաղությամբ հարթվեց։ Նույնիսկ սուտ տեղը մեղադրվելով, նրանք, ովքեր իրավացի են, կարող են պահպանել իրենց հանդարտությունն ու քաղաքավարությունը, նաև հավասարակշռությունը
իրենց հունից դուրս չգան, չվրդովեն։ Աստված գիտի այն ամենը, ինչը մարդկանց կողմից սխալ է հասկացվել ու մեկնաբանվել, եւ մենք կարող ենք հանգիստ մեր գործը նրա ձեռքը հանձնել, նա նույնքան ճշտորեն կարդարացնի նրանց գործը, ովքեր ապավինում են իրեն, ինչպես բացահայտեց Աքարի հանցանքը, ովքեր գործում են Քրիստոսի հոգով, կունենան այն սերը, որ երկայնամիտ է ու բարի, այսինքն համբերատար է եւ բարի։ Աստված կամենում է, որ իր ժողովրդի մեջ համերաշխություն ու եղբայրական սեր լինի։ Քրիստոսի աղոթքն իր խաչելությունից առաջ այն էր, որ իր աշակերտները մեկ լինեն, ինչպես ինքն է մեկ հոր հետ, եւ աշխարհը հավատա, որ Աստված է ուղարկել իրեն։ Այս ամենաազդեցիկ հրաշալի աղոթքը դարերի խորքից հասնում է մինչև մեր օրերը, որտեղ նա ասել է Հովհաննես 17:20. Ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլև նրանց, որ նրանց խոսքով կհավատան ինձ։ Չնայած չպետք է զոհաբերենք ճշմարտության մեկ սկզբունքն անգամ, մեր հիմնական նպատակը պետք է լինի հասնել այս միաբանության, այսինքն միաբանությանը Աստծո խոսքի եւ Աստծո շուրջ ճշմարտության շուրջ, եւ եթե այդ միաբանությանը հասնում են ճշմարիտ սկզբունքը ոտնատակ տալով, դա բոլորովին միաբանություն չի, այլ մեղքի մեջ միաբանություն է։ Ուրեմն հիշենք, մենք ոչ թե մեղքի մեջ պիտի միաբանենք, այլ սրբության, Աստծո խոսքի եւ Աստծո շուրջը պիտի միաբանենք։ Թող Աստված օրհնի մեզ այս չափազանց լուրջ գործի մեջ։ Այն մարդիկ, որ հասկանում են իրենք ընդհանրապես սահմանափակ մարդիկ են եւ չեն կարող կարդալ կամ ճշտությամբ մեկնաբանել ուրիշի արածը, այլ փորձում են պարզաբանել, թե ինչ է եղել, սրանք իրոք իմաստուն մարդիկ են, բայց այն մարդիկ, ովքեր ենթադրում են եւ այդպես էլ առաջ են գնում, իրանց էշը քշում են եւ մեղադրում են, եւ երբ որ մարդը նույնիսկ արդարանում է, բայց չեն ուզում լսել, ասում են սուտ է ասում, սրանք իրականում նեղմիտ մարդիկ են, որոնք կարծում են, թե իրենք աստվածային հատկություններ ունեն, կարող են կարդալ միտքը, կարող են մեկնաբանել, թե ինչ է այս մարդը, ինչ է արել, սրանք իրական նեղմիտ մարդիկ են եւ սրանք են, որ շատ ցավ են պատճառում ուրիշներին։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք այդպեսին չլինենք, այլ լինենք խոնար եւ հասկանանք, որ մենք սահմանափակ երկրային մեղավոր մարդիկ ենք եւ միայն Աստված գիտի ինչ է անում են մյուսը, ինչի համար է անում, ինչ շարժառիթներով, եւ եթե մեզ կամ հասարակությանը վերաբերում է գնալ եւ պարզաբանել, թե ինչու է այդպես, այդ մյուսի փրկության համար եւ մեր ընդհանուր փրկության համար, այլ ոչ թե ուղղակի նպատակն է, որ մեղադրանք ներկայացնես, ոչ, այլ ընդհանուր շահի համար, ընդհանուրի բարի եւ լավի համար։ Թող Աստված մեզ օրհնի այս գործում, որ մենք սովորենք այդպեսին լինել, այլ ոչ թե անհիմն մեղադրենք մարդկանց, հետո էլ բամբասենք իրանց մասին, հետո էլ ցինչար գործերով զբաղվենք։ Թող Աստված մեզ օրհնի եւ Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։